Բարև ձեզ, եթերում Երևանյան նյուզրումն է։ Երևանի պետական համալսարանի ժուրնալիստիկայի ֆակուլտետի մագիստրոսներով այսօր ձեզ կներկայացնենք մեր պատրաստած ռեպորտաժները։ Բուլինգն իր արմատներն է գցել ոչ միայն դպրոցի և մանկապարտեզի ցանկապատներից ներս, այլև դուրս, հասնելով թվային տարածք և վերածվելով կիբերբուլինգի։ Այս խնդրի պատճառների լուծման տարբերակների իրավական ասպեկտների մասին է Էլենա Ղաջանյանի և Տիգրանուհի Մարտիրոսյանի ռեպորտաժը։ Օպտիկական նմանակնոցներ գրելու համար շատ երեխաներ կարող են ենթարկվել բուլինգի, հատկապես դեռահասների ու դպրոցականների շրջանում ցանկացած տարբերություն լինի արտաքինի, խոսքի կամ ֆիզիոլոգիայի հետ կապված կարող է դառնալ ծաղրի ու վիրավորանքի պատճառ։ Բուլինգը հաճախ մնում է անտեսված, որովհետև երեխաները լռում են, իսկ ծնողներն այդ մասին չեն էլ իմանում։ Մարիաննա Քաբաբյանի մեծ որդին բուլինգի է ենթարկվել դեռ մանկապարտեզում։ Դաստիարակը ինքնակպչուն ժապավենով տղային կապել է աթոռին, երեխաներին ցույց տալու համար, թե ինչ է լինում գողերի հետ։ Դրանից հետո տղային պարբերաբար ծաղրել են։ Եկից մեկի հետ գնում ենք տուն, ոտքով ճանապարհա, ասում է Նարեկը լացկանա, ինչ ես այդպես ասում Մալիկ ջան, ասում է դե որ Լիլիթը իրան կապել է, ելքը լավ։ Ասում է հա, դե իր ձեռքերն ու ոտքերը սկոչով կապել էր։ Այդ ժամանակ ամուսինը գնում է հաջորդ օրը, շատ զայրացած, այդ Լիլիթը տեսել է, ասում է ինչի երեխային կապել, ինչ իրավունքով է երեխային կապել։ Բա դիդակտիկ նյութերի բացակայության պատճառով, երբ ես բացատրում եմ երեխաներին ոստիկան և գող հարաբերությունները, եթե գող լինես ինչպես քեզ կբռնի ոստիկանը, ես չունեի առողջիկներ, ես նրան կապել էի, որ Նարեկը գողն էր, որ ցույց տա իր օրինակով, ոնց են բռնում գողերը։ Բուլինգը բացատրվում է որպես ծաղր, նվաստացում, ճնշում, արհամարհանք կամ հոգեբանական ագրեսիա։ Այս երևույթը լայն տարածում ունի երեխաների, դեռահասների շրջանում, բայց նկատվում է նաև մեծահասակների միջև հարաբերություններում։ Նվաստացնելով մեկ ուրիշին ագրեսորը ստանում է գերիշխանություն, ինքնահաստատվում է զոհի անկարող վիճակի վրա։ Երևույթը բուլինգ է դառնում, երբ կրկնվում է դիտավորյալ ու պարբերաբար։ Հոգեբանները բուլինգի պատճառների մասին խոսելիս առաջին հերթին առանձնացնում են սոցիալական ուսուցման գործոնը։ Երեխաները սոցիալական մեդիայի հասարակության կողմից սովորում են ագրեսիվ վարքագիծ ու դա էլ լինում է բուլինգի պատճառ երբեմն։ Մյուս կարևոր պատճառը սոցիալական դինամիկաներն են։ Երեխաները բաժանվում են խմբերի, ուժեղների եւ թույլերի, ուժեղները սկսում են նվաստացնել թույլերին։ Բուլինգը կարող է թողնել մի շարք լուրջ հետևանքներ, ինչպիսիք են մոտիվացիայի անկումը, ինքնագնահատականի անկումը, առաջադիմության խնդիրները, դեպրեսիան եւ նույնիսկ սոմատիկ նշաններ կարող են նկատվել, գլխացավ, գլխապտույտ, մարսողական համակարգի խնդիրներ եւ այլն։ Բուլինգը դրսևորվում է նաև օնլայն տիրույթում։ Այս երևույթը կոչվում է կիբերբուլինգ։ Այն լայն տարածում ունի հատկապես սոցիալական ցանցերում։ Լուսանկարների վրա ծաղրական դետալների ավելացում, խմբային նամակագրություններում վիրավորանք ու ծաղր, սպառնալիքներ օնլայն խաղերի ժամանակ։ Մարիաննա Քաբաբյանն ասում է, որ նոր սերունդն անսահմանափակ օգտագործում է սոցցանցերը եւ ամբողջ ագրեսիան տեղափոխվում է այդ հարթակներ։ Իրանք իրեն չոր խմբեր են անդադ բացում վայբերում, այդ խմբերում վականել է, տինում վատ բարեր, արդեն կիբեր համատարգության խնդիր է ստեղ առաջանում, ինչ պետք է անել, որ երեխեքը զերծ մնան այդ սոցիալական հարթակներում իրան ենթարկել, դա կարող է շատ տանգավոր լինել։ Մեդիափորձագետ Անի Ղազարյանն էլ նշում է, որ կիբերբուլինգի թիրախում երբեմն հայտնվում են նաև ուսուցիչները, բայց այդ մասին շատերը չեն խոսում։ Երբ հակված են բուլինգի ենթարկելու դասընկերոջը, հակված են նաև այդ բուլինգը շարունակելու այլ թեմաներ գտնելու, հետևաբար դրա թիրախ կարող են դառնալ ուսուցիչները, դրա թիրախ կարող է դառնալ դպրոցի տնօրենը կամ, չգիտեմ, իրենց հայտնի կամ իրենց շրջապատում հայտնի մեկ այլ մարդ։ Վերջերս մի դեպք պատմեցին ինձ դպրոցում, երեխաները 3.5 ժամ դպրոցից հետո տանը անցկացրել էին չաթում, որտեղ լուրջ բուլինգի են ենթարկել դասարանցիներից մեկին, բայց այդ բուլինգը սկսել էր ուսուցիչների վրա տենց հետաքրքիր կատակային, հումորային նկարներ փոստելուց։
Մարիաննա Քաբաբյանը երեխային կապելու դեպքով իրավապահներին չի դիմել, մանկապարտեզից էլ երեխային չի հանել, սահմանափակվել է նկատողությամբ ու տնօրինության հետ զրույցով։ Ասում է տարիներ են անցել, ուստի խնդրում է մեզ դեպքի հետքերով չգնալ։ Իրավապահները նշում են սակայն, որ օրենքը կարգավորում է նման դեպքերը։ Եթե բուլինգի ենթարկող անձը 16 եւ ավելի բարձր է, ապա միանգամայն իր հանդեպ կիրառել են քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածները, որոնք վերաբերում են հոգեկան ներգործությանը, ֆիզիկական ներգործությանը, որի համար իհարկե օրենսդիրը նախատեսում է քրեական պատասխանատվություն։ Եթե մինչև 16 տարեկան է, ըստ էության արդեն այստեղ կիրառելի չի քրեական օրենսդրությունը, բայց այնուամենայնիվ նաև ուրեմն ոստիկանությունը ինքը ունի գործառույթ անչափահասների հետ, հա, հաշվառման, իրենց հետ աշխատանքի իրականացման, կան համապատասխան աշխատակիցներ, տեսուչներ, որոնք հենց զբաղվում են անչափահաս իրավախախտների հարցերով եւ արդեն այս պարագայում կարող են իրեն հետ ոստիկանները կատարել տվյալ անձի հետ համապատասխան աշխատանքներ։ Եթե անձը կամ իր օրինակա երեխան կամ մերձավոր ազգականը ենթարկվել է բուլինգի, ապա տվյալ անձը կարող է փաստաբանի միջոցով կամ ինքնուրույնաբար դիմել ոստիկանություն եւ արդեն օրենքով սահմանված ընթացակարգով ընթացք կտրվի նման հաղորդմանը։ Թե որքան անչափահաս է Հայաստանում ենթարկվում բուլինգի հայտնի չէ, քանի որ շատ դեպքերի մասին անգամ ծնողները տեղյակ չեն։ Մասնագետները խորհուրդ են տալիս երեխային ագրեսոր չդարձնելու կամ նրան ագրեսիայի զոհ չդարձնելու լավագույն ճանապարհը բացատրական զրույցներն են։ Համացանցը երեխաների համար ավելի շատ գիտելիքի, ինքնազարգացման ու հնարավորությունների աղբյուր է, թե առցանց սպառնալիքների, կիբերհանցագործությունների ու վտանգների տիրույթ։ Երեխաների գաջետներից ունեցած օրորի մեծացող կախվածությունը կարող է հանգեցնել մի շարք լուրջ խնդիրների՝ ֆիզիոլոգիական, հոգեբանական ու սոցիալական։ Ծնողների արգելքները հիմնականում ապարդյուն են, ինչ լուծում են առաջարկում մասնագետները, ինչպես պայքարել կախվածության դեմ և դաստիարակել թվային միջավայրից անվտանգ ու գրագետ օգտվել կարողացող 21-րդ դարի երեխա, չվնասելով նրան։ Փորձել են պարզել Անի Հարությունյանն ու Լիլիթ Աբրահամյանը։ Շաքե, միլ, երեխեք, ինչի միասին չեք խաղում։ Սա մեր այսօրվա իրականությունն է, կար ժամանակ, երբ խաղահրապարակային վայրն էր, որտեղ երեխաները խաղում էին, վազվզում և աղմկում, սակայն այսօր իրականությունը մի փոքր այլ է, այն կարծես թե տարբերվում է մեր ունեցած հիշողություններից։ Օրեցօր երեխաների համար էլեկտրոնային սարքերն ու սոցիալական ցանցերն ավելի գերադասելի են դառնում իրական աշխարհից։ Մենք փորձեցինք զրուցել նրանց հետ, սակայն ապարդյուն։ Ինչու են երեխաները գերադասում էլեկտրոնային սարքերը եւ ինչ վտանգ կա դրանում։ Էլեկտրոնային սարքերից երեխաների կախվածությունն այսօր խիստ մտահոգում է ծնողներին։ Նրանցից շատերը փորձում են երեխաներին գրանցել տարբեր խմբակների, լրացուցիչ զբաղվածությամբ նվազեցնելով էլեկտրոնային սարքերի օգտագործումը։ Սակայն ինչպես նրանք են նշում, որքան էլ փորձում են հագեցնել երեխաների օրը, միևնույն է, հեռախոսը շարունակում է մնալ նրանց անբաժան ուղեկիցը։ Ծնողներից մեկի համար այս խնդիրը հատկապես մտահոգիչ դարձավ այն պահին, երբ երեխան անկեղծացավ։ Համացանցում մի քանի հոլովակ դիտելուց հետո վախի զգացում է ունեցել։ Սկզբնական շրջանում դա բավականին բարդ էր, նրան բոյկոտում էին, ես էլ չեմ անի այն ինչ որ դու ես ասում, դե որ այդպես է, ուրեմն դասերս չեմ սովորի, փորձելով մանիպուլյացիան էի ենթարկել։ Հնարավոր վտանգների եւ առաջացող կախվածությանը զուգահեռ, սակայն անհրաժեշտ է հիշել նաեւ համացանցի ընձեռած հնարավորությունների մասին։ Երեխայի դեպքում առանց չափահասի վերահսկողության համացանցը կարող է դառնալ տարատեսակ վտանգների աղբյուր ու հանգեցնել առողջական լուրջ խնդիրների։ Բայց հիմա վստահորեն կարող եմ ասել, որ քիչ թե շատ հաղթարել ենք այդ դժվարությունը եւ սահմանել ենք որոշակի ժամային սահման, որ իրենք կարող են օգտվել, բայց այդ ամեն ինչը կատարվում է մեր հսկողության ներքո, երբ երեխան հեռախոսի մեջ է, մենք տեսնում ենք, թե նա ինչ կայքեր է մտել եւ միաժամանակ տեսնում ենք, թե որքան ժամանակ է ինքը այդտեղ։ Մասնագետները նշում են, ամենավատն այն է, երբ դեռ չխոսող երեխայի ձեռքին է հայտնվում հեռախոսը։ Հոգեբան Էլիզա Մանուկյանի կարծիքով փոքր տարիքից հեռախոսով զբաղվելը երեխայի համար աստիճանաբար կարող է սովորություն դառնալ, հետո արդեն վերածվել կախվածության եւ առաջացնել նույնիսկ տագնապ ու վախ։
միանշանակ կարող է առաջացնել թե տագնապայնություն, թե ագրեսիա, որովհետև երեխան կտրվում է իրական աշխարհից եւ ամբողջականորեն մխրճվում է հորինված ոչ իրական աշխարհ, որտեղ նայած թե ինչ է նայում, բայց դեստրուկտիվը բնականաբար շատ ավելին է։ Հոգեբանը նշում է, որքան երեխան փոքր է, այնքան մեծ է նրա աչքերում ծնողի հեղինակությունը։ Այդ պատճառով դեռ վաղ տարիքից պետք է սահմանել վիրտուալ աշխարհի հետ առնչվելու հստակ կանոններ։ Իսկ երբ որ միջև այդ կանոն չկար եւ դեռահասին մեկ էլ ծնող ասում է, գիտես, հերիքա հեռախոսի մեջ լինես, որևէ դեռահաս դա չի ընդունի, կընդունի ագրեսիայով եւ բոյկոտներով, դրա համար այդ ամենը պետք է անել հմուտ, քայլ առ քայլ, հետեւողականորեն նախ ընդունել երեխայի զգացողությունը, որ այո, ես հասկանում եմ, որ քեզ դժվար է կտրվել հեռախոսից, բայց արի պայմանավորվենք, սահմանենք հստակ ժամանակ օրվա մեջ, այսինքն ծնողը պետքա լինի ոչ թե կոպիտ, այլ հստակ եւ վստահ։ Տեսողության թուլացում, գլխացավեր, կեցվածքի խանգարումներ, ողնաշարի ձևախախտում, մկաների թուլացում, ավելորդ քաշ։ Հոգեբանական խնդիրներից բացի գադջետներից կախվածությունը կարող է նաև ֆիզիոլոգիական խնդիրների պատճառ դառնալ։ Ֆիզիոթերապևտ Եղիշե Զատիկյանը նշում է, էլեկտրոնային սարքերից կախվածությունը կարող է հանգեցնել այնպիսի խնդիրների, որոնք երկարատև բուժում կպահանջեն։ Շատ վաղ 12, 13, 14, 15 տարեկան աղջիկ տղաներ են գալի։ Որ արդեն ուզում են սիրուն հագնեն։ Այո, առողջություններ կան։ Ռեզիններով են աշխատում, պարկում են մեջքերի մկանների վրա են աշխատում, չափեր կա, էլի ֆիզիոթերապին կօգնի, բայց այո, ոչ տարիքից է։ Ֆիզիկական եւ հոգեբանական խնդիրներին զուգահեռ երեխաների համար մեդիադիրույթը ոչ միշտ է ապահով։ Այստեղ հանդիպող կիբերհանցագործություններից ու ֆիշինգներից նրանց զերծ պահելու տարբերակը պատշաճ վերահսկողությունն է։ Սոցիալական ցանցերում եւ առցանց խաղային հարթակներում երեխաները կարող են շահագործման կամ բռնության ենթարկվել։ Հայաստանում չկա օրենսդրական կարգավորում, որը կսահմանի սոցհարթակներում գրանցման թույլատրելի տարիք, ու թեև աշխարհի տարբեր երկրներում այժմ այդպիսի սահմանափակումներ են մտցվում, մասնագետը կարծում է, դա խնդրի լուծում չէ։ Մենք կարող ենք խոսել սոցիալական ցանցերի պատասխանատվության մասին, մենք կարող ենք խոսել ընդհանրապես ինտերնետում ընկերությունների սոցիալական պատասխանատվության մասին, բայց ինչ էլ որ լինի, սոցիալական ցանցի կամ մեծ կորպորացիաների, ասենք Google-ի կամ Meta-ի մյուսների պատասխանատվությունը կարող լինի այդ տարեքային սահմանափակում դնելը եւ ասելը, որ ես չեմ թողնում, որ այս տարիքից ցածր երեխաները չլինեն ցանցում, բայց ամբողջ մեխանիզմը, ալգորիթմը իր կոմերցիոն բաղադրիչը, ասենք Meta-ի, պայմանական Meta-ի, կարող եմ ասել Google-ի կամ YouTube-ի, կարող եմ ասել ինչու ոչ ձեր ասած Telegram-ի կամ TikTok-ի, ամբողջ բաղադրիչը նրա վրա որ մարդը շատ ժամանակ անցկացնի։ Ես շատ կարևոր եմ համարում, որ երեխան եւ ծնողը մաքսիմալ անկեղծ լինեն իրար հետ։ Որ երեխան եթե ոչ կոմֆորտ ազգում իրան on-line կամ off-line միջավայրում ինքը իմանա թե ում հետ խոսի։ Ցանկալի է որ դա լինի ծնողը։ Բոլոր վտանգներով հանդերձ մասնագետները համոզված են, որ էլեկտրոնային սարքերն ու սոցիալական ցանցերն այսօր նաև գիտելիքի եւ ինքնազարգացման անսահման աղբյուր են։ Կախված է ինչ նպատակով ես օգտվում դրանցից։ Հետևաբար կարծում են, բացարձակարգելքը ճիշտ ճանապարհը չէ։ Ժամանակակից երեխան պետք է ինտերնետից ու նորագույն տեխնոլոգիաներից օգտվելու հմտություններ ունենա, սակայն ծնողների վերահսկողությամբ այնքան ժամանակ, քանի դեռ աշխարհը ճանաչելու, օգտակարը վնասակարից տարբերակելու փուլում է։ Անի Հարությունյան, Լիլիթ Աբրահամյան, Երևանյան Նյուզրում։ Երևանի պետական համալսարանում իրականացվող վարձավճարների փոփոխությունը դարձել է քննարկումների առարկա ինչպես ուսանողների, այնպես էլ դասախոսական կազմի շրջանում։ Ուսանողները մատնանշում են ֆինանսական դժվարությունները եւ կրթության որակի հետ կապված խնդիրները, իսկ բուհի ներկայացուցիչները փորձում են մատնանշել որոշման հիմնավորումները։ Թեմայի շուրջ տեսակետներն է բարձել Գոր Գևորգյանը։ Բարձրագույն կրթությունը շարունակում է մնալ կարևոր արժեք, սակայն դրա հասանելիությունը պայմանավորված է ոչ միայն սովորելու ցանկությունից, այլև ֆինանսական հնարավորություններից։ Ուսման բարձրի բարձրացումը շարունակում է մնալ կարևոր ու քննարկվող խնդիր համալսարանականների շրջանում, որքանով է այն ազդում ուսանողների կյանքի որակի վրա եւ ովքեր են վճարում այդ ուսման բարձրը, ընտանիքի անդամները, թե հենց իրենք ուսանողները։ Երևանի պետական համալսարանում վարձավճարի չափի փոփոխությունները միշտ չէ որ դրական արձագանք են ստանում։ Շատ ուսանողների համար ուսման վարձը դեռևս վճարում են ծնողները, սակայն ժամանակի ընթացքում այդ պատասխանատվությունը հաճախ անցնում է հենց ուսանողներին։ Իրավագիտության ֆակուլտետի մագիստրոս Լիլիթ Դուրյանը արդեն 5-րդ տարին է, ինչ սովորում է Մայրբուհում։
Ավարտել է ժուրնալիստիկայի ֆակուլտետն ու որոշել երկրորդ մասնագիտություն ստանալ։ Բակալավրում սովորելու տարիներին 70% զեղչվել է որպես սահմանամերձ բնակավայրի բնակիչ։ Լիլիթի խոսքով ինքը բարձր է գնահատում պետության կողմից արված այդ քայլը, քանի որ իրեն քիչ գումար էր մնում վճարելու։ Սակայն Լիլիթի պատմությունը ցույց է տալիս, որ նույնիսկ զեղչերի առկայության դեպքում ուսման վարձը կարող է լուրջ խնդիր դառնալ, հատկապես մագիստրատուրայում։ Մագիստրատուրայում արդեն վճարում եմ կրկնակին, ինչու պատճառ դարձավ, որ նաև աշխատեմ, որպեսզի կարողանամ վճարել։ Բավականին բարդ է համատեղել դասերի հետ, հատկապես մագիստրատուրան մի քիչ ավելի բարդ էր, ես ավելի թեթև էի պատկերացնում։ Եվ բացականների առումով է խնդիր լինում, երբ որ աշխատում ես, որպեսզի գումարը վճարես, բայց դասախոսները երբեմն չեն ընդունում քո բացակայությունները, ասելով, որ ամեն դեպքում պատճառաբանություններ չեն ընդունում, ինչը դժվարացնում է վարձի վճարելու հետ կապված այդ խնդիրները, սակայն կարողանում եմ համատեղել այս պահին ու կրկին 50% զեղչի շնորհիվ կարողանում եմ վճարել։ Դուրյանը նշեց, վարձավճարների բարձրացման հետ միասին պետք է նաև կրթության որակը բարձրանա եւ հարցին, թե արդարացված են բարձրացումները, պատասխանեց. Ես կարծում եմ, որ արդարացված չէ, քանի որ թե տեխնիկապես, թե դասախոսների պատրաստվածությամբ համալսարանը դեռևս փոփոխություններ չի ունենում։ Եվ ուսանողները ամեն դեպքում ամեն անգամ անիմաստ են այդքան գումար վճարում։ Աշոտ Մաթևոսյանը սովորում է Երևանի պետական համալսարանի ռադիոֆիզիկայի ֆակուլտետում։ Անվճար համակարգում սովորող ուսանողը նշեց, ուսման վարձերի թանկացումները անմասն չեն թողնում նաև անվճար համակարգում սովորող ուսանողներին այդ հարցի շուրջ իրենց մտահոգությունները հայտնել, որովհետև իր բազմաթիվ ընկերների համար, ովքեր սովորում են վճարովի համակարգում, ուսման վարձերի թանկացումը մեծ խոչընդոտներ է առաջացրել։ Այն մարդիկ, ովքեր հնարավորություն չեն ունենում հավելյալ վարձեր վճարելու, նրանք զուրկ են մնում բարձրագույն կրթություն ստանալուց եւ այդպիսով բուհերը իմ կարծիքով վերածվում են ավելի շատ ծառայություններ մատուցողների, ովքեր ծառայություններ են մատուցում վարձի դիմաց եւ դիպլոմը մղվում է արդեն հետին պլան եւ վարձավճարների թանկացումները կարող են բացասաբար ազդել նույնիսկ կրթության որակի վրա, որովհետեւ ուսանողները ժամանակ առ ժամանակ պետք է նաեւ աշխատեն, որպեսզի հնարավորություն ունենան վարձավճարները ժամանակին մուծելու, այդ առումով բացասական ազդեցություն է ունենում կրթության որակի վրա։ Աշոտը խոսեց նաև անվճար սովորողների ու համակարգում սահմանափակ տեղեր լինելու մասին։ Անվճար տեղերի քանակը տարբեր ֆակուլտետներում քանի որ տատանվում է տարբեր քանակի են եւ դա եւս բացասական ազդեցություն է ունենում, որովհետեւ այն ուսանողներն, ովքեր ի վիճակի չեն հավելյալ վարձ մուծելու, նրանք մտադիր են ընդունել այնպիսի ֆակուլտետներ, որտեղ հնարավորություն կունեն անվճար համակարգում հայտնվելու, այդ իսկ առումով դա բացասական ազդեցություն է ունենում ուսանողների մասնագիտական կողմնորոշման վրա, որովհետեւ մարդիկ ընտրում են այնպիսի մասնագիտություն, որը ավելի ճակերտավոր ասած մատչելի է եւ չի համապատասխանում իրենց որակական հատկանիշներին։ Ժուրնալիստիկայի ֆակուլտետի առաջին կուրսի ուսանող Շուշանիկ Վարդանյանի մեկ ուսումնական տարվա վարձը 700,000 դրամ է։ Շուշանիկի համոզմամբ ստացած գիտելիքների համեմատ նա բարձր է վճարում։ Ի տարբերություն վարձավճարի, իրականում կրթական համակարգը այդքան էլ արդարացված չի, քանի որ ուսումնական պլանը կարծում եմ չի համապատասխանում վարձավճարի եւ ուսանողները չեն ստանում ոչ այնքան պատշաճ գիտելիք, որոնք որ ցանկանում են, մեծամասամբ լավ տեղեկություն ստանալու համար պետք է օգտվենք գրադարանի գրքերից, այլ ինֆորմացիոն աղբյուրներից մեզ հասանելի տեղեկությունը ստանալու համար։ Ըստ Շուշանիկի զեղչային համակարգը նույնպես արդարացված չէ, քանի որ ուսանողներից շատերը սովորում են բարձր միավորներով, սակայն չեն ստանում իրենց գիտելիքներին համապատասխան զեղչ։ Ի պատասխան դժգոհություններին ժուրնալիստիկայի ֆակուլտետի նոր մեդիայի եւ հաղորդակցության ամբիոնի վարիչ Դավիթ Պետրոսյանի համոզմամբ կան հանգամանքներ, որոնք օբյեկտիվ բնույթ են կրում։ Ըստ Պետրոսյանի բուհի ղեկավարությունը ուսման վարձերը ցանկության համար չի բարձրացնում։ Ես գիտական խորհրդի անդամ լինելով բազմիցս լսել եմ վարձերի բարձրացման մասին եւ այդ ժամանակ յուրաքանչյուր բարձրացման խնդիր ներկայացվում էր, պատճառաբանվում էր, հիմնավորվում էր ելնելով օբյեկտիվ իրավիճակից, ելնելով հանրապետությունում տեղի ունեցող ընդհանուր գործընթացներից։ Այս առումով չեմ կարծում թե պատահական ու կամայական է, բայց իհարկե ոչ մեկի համար եւ հենց բուն ղեկավարության եւ դասախոսների եւ առավել եւս ուսանողների ու նրանց ծնողների համար վարձերի բարձրացումը հաճելի բան չի։
Ամբիոնի վարիչը խոսեց նաև դասախոսների աշխատավարձերի մասին։ Պետրոսյանը նշեց, որ համալսարանն ունի նախաձեռնություններ դասախոսների համար եւ նրանք հավելյալ վճարվում են։ Դրանցից մեկն է օրինակ դասախոսների հոդվածների տպագրությունը։ Պետրոսյանի կարծիքով այդ նախաձեռնություններն իրականացնելը կախված է նաև սովորողների վարձավճարների բարձրացմամբ, որը հնարավորություն է տալիս որոշակի գումարներ մղել նաև այդ հոդվածների համար վճարելուն եւ այլն։ Իմ կարծիքով վարձերի բարձրացումը, քանի որ մեր աշխատավարձերը, դասախոսների աշխատավարձերը մեծ մասամբ հենց վարձերով են պայմանավորված, բնական է որ բարելավվում է եւ տարիներով, հատկապես վերջին 4-5 տարիներին մենք աշխատավարձի բարձրացումներ ունեցել ենք։ Այո, կարող եմ վստահորեն ասել, որ դա որոշակի մասով նաև դասախոսների աշխատավարձերի բարձրացմանն է ուղղված։ Դավիթ Պետրոսյանն անդրադարձավ նաև սովորելուն զուգահեռ աշխատող ուսանողներին։ Ինքը միշտ դեմ է եղել, որ ուսանողն աշխատի։ Պետրոսյանի սկզբունքը եղել է մեկը. ուսանողը պետք է միայն սովորի, սակայն ժամանակի ընթացքում օբյեկտիվ պատճառներով հնարավոր չի եղել պահել այդ սկզբունքը, քանի որ ինքը գիտի, թե ինչ պայմաններում են ապրում Հայաստանի քաղաքացիները, եւ նրանց զավակներն էլ իրենց ծնողներին օգնելու համար ընդունվում են աշխատանքի։ Նախկինում մեր ուսանողներից մագիստրոսներն էին աշխատում հիմնականում կամ 4-րդ կուրսի ուսանողները, հիմա արդեն առաջին, երկրորդ կուրսի մեր ուսանողները գնում եւ աշխատում են եւ այս դեպքում ոչինչ չես կարող ասել, որովհետեւ բնականաբար գումարի խնդիր տվյալ ընտանիքում կամ ընտանիքներում կա։ Բարձրագույն կրթությունը շարունակում է մնալ կարևոր ներդրում ապագայի համար, սակայն այն հասանելի դարձնելու համար անհրաժեշտ է հավասարակշռություն վարձավճարների եւ կրթության որակի միջև։ Մինչ այդ շատ ուսանողների համար կրթությունը շարունակում է մնալ ոչ միայն գիտելիքի, այլև ֆինանսական պայքարի ճանապարհ։ Գորգ Գևորգյան, Երևանյան Նյուզրում։ Հայաստանում տարածաշրջանային լեզուների, այդ թվում ադրբեջաներենի ուսուցումն աստիճանաբար ընդլայնվում է, հասնելով նաև դպրոցներ։ Թեև կան մասնագետներ, որոնք ասում են, որ թուրքերենի եւ ադրբեջաներենի ուսուցումն այսօր բացասական ազդեցություն կարող է ունենալ, այնուամենայնիվ 5 տարի է, մի քանի դպրոցում աշակերտները կարողանում են ուսումնասիրել հարևան երկրների լեզուն ու մշակույթը։ Այս ամենին զուգահեռ ոլորտը շարունակում է գործել առանց հստակ ծրագրային հիմքի։ Ինչպիսի դժվարությունների են բախվում ուսուցիչները եւ ինչ լուծումներ են առաջարկում նրանք։ Մանրամասները Ասիա Գևորգյանի, Լիլիթ Ապրեսյանի, Գաուշուն Չժոուի, Հյուսան Հանի ռեպորտաժում։ Այս ծաղիկը բու չիչեք շատ գեղեցիկ է։ Çok güzel։ Մանեն սովորում է Երևանի թիվ 2 ավագ դպրոցում, 11-րդ դասարանում։ Արդեն 2 տարի է, ինչ անցնում է թուրքերեն։ Դեռ վարժ խոսել չի կարողանում, բայց կարողանում է կարդալ, գրել եւ հասկանալ։ Տարածաշրջանային լեզուների ուսուցումը որպես երրորդ օտար լեզու կամ առարկայական խմբակ Հայաստանի տարբեր դպրոցներում սկսվել է 2022-23 ուսումնական տարվանից։ Վրացերեն եւ պարսկերեն սովորում են 5-ից 9-րդ դասարաններում, իսկ ադրբեջաներենի եւ թուրքերենի ուսուցումը կազմակերպվում է ավագ դպրոցում սովորողների համար։ Շատ լավ է, որ դպրոցում սովորում ենք թուրքերեն, քանի որ կարծում եմ, որ ցանկացած հայ պետք է տիրապետի այս լեզվին եւ հետագայում պատմության էջերը ավելի խորապես ուսումնասիրելու համար թուրքերենը շատ մեծ հնարավորություն է տալիս մեզ։ Քանի որ թուրքերեն 12-րդ դասարանում չի դասավանդվում, ավարտում ենք 11-րդ դասարանում եւ 11-րդ դասարանի ավարտին ասեն մայիս ամսին երեխաները կարողանում են խոսել ամեկ A2 մակարդակի տիրապետում են թուրքերեն, կարողանում են կազմել նախադասություններ, կարողանում են պատմել իրենց մասին, նկարագրել տարածքում եղած առարկաները, խոսել բնության երևույթներից եւ նմանատիպ թեմաներից։ Առավել սուր արձագանք ստացավ ադրբեջաներենի դասավանդումը դպրոցներում։ Կարծիքները բաժանվեցին երկու մասի։ Շատերը դեմ արտահայտվեցին, պնդելով, որ այն ունի քաղաքական նշանակություն։ Ադրբեջանագետ Մարիամ Մելքոնյանն օրինակ չի ողջունում այս քայլը։ Դպրոցներ մտցնել այս լեզվի ուսուցումը չեմ համարում ժամանակին եւ տեղին, որովհետեւ որևէ լեզվի ուսուցումը, օտար լեզվի ուսուցումը դպրոցական դասագրքերից սկսած ունի հստակ հարուցչական երանգներ, այսինքն բացի լեզվից աշակերտների մոտ դեռ մանկուց ձևավորվում է որոշակի արծիք, որոշակի դրական տրամադրվածություն, դրական տրամադրվածությունը վատ բան չի։ Եթե ուղղված չի ինքը մարդու ներքին ինքնապաշտպանական բնածների վերացմանը եւ հակառակ վատ էֆեկտ չի տալու։ Հայաստանում բարբերաբար քննարկումներ են լինում, որ ադրբեջանական դպրոցներում դասավանդվում է հայերեն,
Սակայն այնտեղ լեզուն ուսումնասիրվում է միայն բուհերում եւ տարբեր կենտրոններում։ Հայաստանում ադրբեջանագետի խոսքով բուհերում համապատասխան մասնագետների պատրաստումը տարիներ շարունակ եղել է պետական առաջնահերթություններից, սակայն դպրոցներում դասավանդումը բոլորովին այլ նպատակ է հետապնդում, փոխվում են շեշտադրումները։ Հակառակ տեսակետի համաձայն էլ դպրոցներում ադրբեջաներենի ուսուցման մեջ բացասական ոչինչ չկա։ Ռիսկեր կան, եթե կա նախատրամադրվածություն եւ ոչ բավարար մակարդակով արված մասնագիտական աշխատանք։ Խնդիրն այն չէ, թե ինչ կարվի, խնդիրն այն է, թե ինչպես կարվի, որքան մարդը կարողանա իրեն հասանելի լինեն այդ աղբյուրները եւ առաջին ձեռքից կարողանա տեսնել, ընթերցել այդ նյութերը, չմիջնորդավորված կերպով, այնքան ավելի լավ կպատկերացնի իրավիճակները։ Որքան լավ ճանաչի իր հարևանի լեզուն, այնքան ավելի հեշտ կպատկերացնի նրա էությունը։ Ընդհանուր առմամբ տարածաշրջանային լեզուների ներառյալ ադրբեջաներենի դասավանդումը ներդրվել է մեկ ընդհանուր նպատակով՝ ապահովել հաղորդակցությունը, զարգացնել տնտեսական գործակցությունը, միաժամանակ հնարավորություն տալով ուսումնասիրել, հասկանալ ու վերլուծել այդ լեզուներով հրապարակվող տեղեկությունը, անվտանգային նկատառումներով։ Մենք մի քանի խնդիրներ ենք ունենում այս ծրագրի իրականացման հետ կապված այն իմաստով, որ սովորաբար այս լեզուներին տիրապետող մասնագետները մանկավարժական կրթություն չեն ունենում եւ որպեսզի իրենք իրավունք ունենան դպրոցում դասավանդելու, պետք է նաեւ մանկավարժական կամ որակավորում ստանան կամ գոնե համապատասխան բանի մասնակցեն 30 կրեդիտի մեխանիզմ ունենք, որպեսզի իրենք իրավունք ստանան դպրոցներում դասավանդելու եւ որոշակի այսպես դժվարություն նկատվում է այս առարկաների դասավանդման նկատմամբ հետաքրքրություն ստեղծելու, հետաքրքրություն առաջացնելու իմաստով։ Մյուս խնդիրն էլ այն է, որ տարածաշրջանային լեզուների դասավանդումն իրականացվում է առանց դպրոցական համապատասխան դասագրքերի, իսկ նախարարությունն առայժմ չի նախատեսում ստեղծել դպրոցական դասագրքեր։ Ուստի ուսուցիչները կիրառում են երկու հիմնական մոտեցում։ Օրինակ, թուրքերենի դեպքում ուսումնասիրում են թուրք հեղինակների կողմից հրատարակված ձեռնարկներ, որոնք նախատեսված են հենց օտարազգի աշակերտներին լեզուն ուսուցանելու համար, կամ Երևանի պետական համալսարանի թուրքագիտության ամբիոնի հրատարակած դասագիրքը։ Միանշանակ դժվարություններ ունենում եմ դասավանդման հետ կապված, քանի որ երեխաները համալսարանում ուսանողները արդեն իսկ ունեն բազային գիտելիք քերականական տերմինների, քերականական կապերի հետ կապված, իսկ այս դեպքում մեր հայոց լեզվի հետ եղած ծրագիրը չի համապատասխանում եւ ինչ դա փորձում եմ նաև հայոց լեզվի հետ կապված քերականությունը մատուցել, նոր հետո արդեն հասնել թուրքերենի քերականությանը։ Չնայած արկա խնդիրներին, ծրագիրն ունի ընդլայնվելու հեռանկար, սակայն դրա համար անհրաժեշտ են մի քանի նախապայման։ Նախ, մեծ թվով աշակերտների հետաքրքրություն տվյալ լեզվի նկատմամբ։ Երկրորդ, դպրոցը պետք է հստակ որոշի, թե ինչ ձևաչափով է կազմակերպելու ուսուցումը։ Եվ երրորդ, համապատասխան որակավորում ունեցող մասնագետների ներգրավում։ Ներկայումս ծրագիրը գործում է Հայաստանի հանրակրթական ուսումնական 28 հաստատությունում, որոնցից 17-ում դասավանդվում է պարսկերեն, 4-ում վրացերեն, 4-ում թուրքերեն, 3-ում ադրբեջաներեն։ Ասիա Գևորգյան, Լիլիթ Ապրեսյան, Չժոու Գաուշուն, Հան Յուսանգ, Երևանյան Նյուզրում։ Ստեփանավանում երիտասարդների ամենամեծ խնդիրը մնում է գործազրկությունը, չնայած այն փաստին, որ քաղաքը հռչակվել է Հայաստանի 2027 թվականի երիտասարդական մայրաքաղաք։ Բուհն ավարտելուց հետո երիտասարդները աշխատանքի փնտրտուքով ստիպված լքում են Ստեփանավանը կամ աշխատում ոչ իրենց մասնագիտությամբ, ցածր աշխատավարձով կամ մնում գործազուրկ։ Արդյոք երիտասարդական մայրաքաղաք ծրագիրը կնպաստի խնդրի մեղմացմանը, թե կսահմանափակվի Ստեփանավանում 1 տարի շարունակ ժամանցային ու ոչ ֆորմալ կրթական ծրագրերի իրականացմամբ, փորձել են պարզել Նազելի Ավագյանն ու Ռոբերտ Մուրադյանը։ Ստեփանավանը ճանաչվել է Հայաստանի Հանրապետության 2027 թվականի երիտասարդական մայրաքաղաք։ Ինչպես եւ ինչ հանգամանքների հիման վրա է Հայաստանի Հանրապետության տարբեր համայնքներից հենց Ստեփանավանն արժանացել այս տիտղոսին։ Ինչպես են ապրում Ստեփանավանում երիտասարդները, ինչ հետաքրքրություններ եւ ինչ խնդիրներ ունեն, եկեք պարզենք միասին։
Ստեփանավանն այս կարգավիճակը ստանում է երկրորդ անգամ, առաջինը 2015 թվականին էր, որից հետո համայնքում երիտասարդական կյանքը զգալի աշխուժացավ, ստեղծվեցին երիտասարդական նոր կազմակերպություններ, ի հայտ եկան նոր նախաձեռնություններ։ Այժմ երիտասարդական կյանքը Ստեփանավանում հիմնականում կենտրոնացած է կրթամշակութային նախաձեռնությունների շուրջ։ Քաղաքում կան երիտասարդական կենտրոններ, մշակույթի օջախներ, պարային ու սպորտային խմբակներ, էքստրիմ պարկ, նոր բարեկարգված այգի ժամանակակից ատրակցիոններով, տարբեր երիտասարդական ծրագրեր իրականացնող կազմակերպություններ, որոնք նպաստում են Ստեփանավանում աշխուժ երիտասարդական կյանքին։ Այն փաստը ինքնին, որ Ստեփանավանը ընտրվել, ցույց է տալիս, որ երիտասարդների համար արդեն իսկ կան բավականաչափ հնարավորություններ, որովհետև Ստեփանավանը ընտրվել է բավականին ուժեղ մրցակցության պայմաններում, եւ Ստեփանավանը այդ առումով երևի մեր համայնքների մեջ առաջատար համայնքների մեջ է։ Այնուամենայնիվ Ստեփանավանցի երիտասարդները դժգոհում են քաղաքում սրճարանների, պարահրապարակների բացակայությունից։ Եթե ամռանը Ստեփանավանում երիտասարդական կյանքն ավելի աշխուժ է, քաղաքային այգում հրապարակում պարբերաբար կազմակերպվում են տարբեր միջոցառումներ, համերգներ, ապա տարվա մյուս ամիսներին երիտասարդների ակտիվ ժամանցի հնարավորությունները դեռ սահմանափակ են։ Աշխատատեղեր չկան, շատերը գնում են Երևան, ժամանցի վայրեր չկա, որտեղ կարող են ընկերներով գնալ, լիցքաթափվել եւ ուրախանալ։ Ամենամեծ խնդիրը Ստեփանավանում կարծում եմ երիտասարդների զբաղվածության խնդիրն է, որովհետև շատ երիտասարդներ ավարտելով համալսարանը փորձում են հեռանալ քաղաքից աշխատանքի փնտրտուքներով։ Աշխատանք Ստեփանավանում ցավոք այդքան էլ հեշտ չէ գտնել։ Ես ավարտել եմ Երևանի պետական համալսարանի ժուրնալիստիկայի ֆակուլտետը, բայց ցավոք սրտի չեմ կարողանում աշխատել իմ մասնագիտությամբ։ Աշխատում եմ օպերատոր խանութում, բայց շատ եմ ուզում մնալ իմ քաղաքում եւ դրա համար չեմ լքում քաղաքը։ Ես լինելով երիտասարդ, անդադ աշխատանք փնտրելով արդեն տարիներ շարունակ մոտ 2-3 տարի է ինչ աշխատանք եմ փնտրում, ու Ստեփանավանում չեմ կարողանում գտնել աշխատանք, ինչն էլ որ գտնում եմ սեզոնայինով բավականին ցածր աշխատավարձով։ Մարիամ Սահակյանը Ստեփանավանի ակտիվ քաղաքացիներից է, հաճախ է իր շուրջը համախմբում քաղաքի երիտասարդներին եւ տարբեր նախաձեռնություններ իրականացնում։ Մասնակցել է նաեւ Ստեփանավանը երիտասարդական մայրաքաղաք դարձնելու արշավին, աշխատել երիտասարդական տարբեր ծրագրերում։ Սակայն ծրագրից հետո, ինչպես հաճախ է լինում, ավարտվել է նաեւ աշխատանքը։ Երիտասարդի հետ աշխատելը դա իմ տարերքն է, ապրելակերպը արդեն համայնքի զարգացումը տեսնում եմ երիտասարդների ներուժի մեջ եւ նաեւ ես եմ փորձում ինչ-որ կերպ նաեւ աջակցել այդ գործին։ Շուտով կավարտեմ բուհը, հիմնական աշխատանք չունեմ, բայց աշխատել եմ Ստեփանավանի Լույս երիտասարդական կենտրոնում մոտ 2 տարի որպես համակարգող, արդեն մոտ 3 ամիս է գործազուրկ եմ, հիմնական աշխատանք չունեմ, բայց ներգրաված եմ տարբեր ծրագրերում, մտքեր կան տեղափոխվել Երևան աշխատանք գտնելու հետ կապված, սակայն սիրում եմ Ստեփանավանը, չեմ ուզում լքել։ Ապագան կառուցել Ստեփանավանում, թե աշխատանքի փնտրտուքներով տեղափոխվել մայրաքաղաք։ Չնայած դժվարություններին, Մարիամը փորձում է իր համայնքում ստեղծել նոր հնարավորություններ, սակայն մի կողմից ֆինանսական ռեսուրսների սղությունը, մյուս կողմից փոքր քաղաքում առկա կարծրատիպերն ու ոչ բարենպաստ բիզնես միջավայրը երիտասարդ աղջկան նոր մարտահրավերների առջև են կանգնեցնում։ Մտածում եմ բիզնես սկսել, սոցիալական ձեռնարկատիրությամբ զբաղվել մարքեթինգային ոլորտում, սակայն դժվարությունները շատ են ֆինանսականից մինչև այլ հարցեր։ Մարիամի ու Ստեփանավանում ապրող հարյուրավոր երիտասարդների խնդիրները նույնական են, նույնիսկ ակտիվ եւ նախաձեռնող երիտասարդի համար զբաղվածությունը հիմնական մարտահրավեր է։ Ստեփանավան խոշորացված համայնքում գրանցված 18-ից 35 տարեկան 3989 երիտասարդից միասնական սոցիալական ծառայության Ստեփանավանի տարածքային կենտրոնի տվյալներով 2026 թվականի մարտի դրությամբ որպես աշխատանք փնտրող գրանցված է ընդամենը 102-ը, համայնքի երիտասարդների ընդամենը 2.6%-ը։ Թվերով պատկերն իհարկե լավ է թվում, բայց իրականում այն վկայում է ոչ թե զբաղվածության բարձր մակարդակի, այլ չգրանցված գործազրկության մասին։ Որն է խնդիրը։ Երիտասարդները հույս չունեն, որ պետությունը կլուծի իրենց զբաղվածության հարցը, շատերն արդեն աշխատում են, բայց գրանցված չեն, թե պարզապես աշխատանք չեն փնտրում։ Միասնական սոցիալական ծառայության Ստեփանավանի տարածքային կենտրոնում հստակ պատասխան չունեն։ Ասում են, նման վիճակագրություն չեն վարում։ Երիտասարդների զբաղվածության առումով ինչ գործառույթ ունի տեղական ինքնակառավարման մարմինը։ Ստեփանավանում երիտասարդների ամենամեծ խնդիրը համարում եմ զբաղվածության պակասը։ Համայնքապետանը հաստիկներ իր համայնքապետանում կարող է իհարկե ստեղծել, բայց համայնքապետանից դուրս հաստիկներ իհարկե չեն կարող մենք ստեղծել, բացել։
Կարող եմ ասել, որ համայնքապետանը աջակցում է երիտասարդական կենտրոններին, որտեղ եւս 1 կամ 2 հաստիկ կան երիտասարդական աշխատողների։ Երիտասարդների զբաղվածության առումով պետք է ասեմ, որ մենք համագործակցում ենք նաեւ ՀԿ-ների հետ։ Գիտեմ ՀԿ-ներ, ովքեր բիզնես ծրագրեր են մշակում եւ գուցե այդ առումով նաեւ երիտասարդները հմտություններ ձեռք բերեն, որոնք կարող են կիրառել հետագա իրենց գործընթացում։ Զբաղվածությունը իհարկե ցավոտ խնդիր է մեր համայնքում, բայց պետք է նաեւ մասնավոր ներդրումներ լինեն, բիզնես ծրագրեր լինեն, որպեսզի երիտասարդները կարողանան ներգրավել, կարողանան աշխատանք ունենալ։ Հասմիկ Մովսիսյանը կարծում է, որ Ստեփանավանը երիտասարդական մայրաքաղաք հռչակելու որոշումը կարող է նպաստել նոր աշխատատեղերի ստեղծմանն ու համայնքի կյանքի աշխուժացմանը։ Երիտասարդական մայրաքաղաք դառնալուն զուգընթաց համոզված են բավականին շատ ծրագրեր կիրագործվեն մեր համայնքում, որոնք կխթանեն նաև մեր երիտասարդների զբաղվածությունը որոշակի առումով։ Նախարարությունից սակայն պարզաբանեցին, որ զբաղվածության հարցը ծրագրի հիմնական նպատակներից չէ։ Նպատակը մեկն է, որ մեր մարզային քաղաքները իրենց զգան տվյալ տարվա մայրաքաղաք, առնվազն երիտասարդական քաղաքականության առումով, դա նպատակ ունի կարևորելու երիտասարդների նախաձեռնողականությունը համայնքներին քաջալերելու, որ իրենք ավելի շատ ուշադրություն դարձնեն երիտասարդական հիմնախնդիրներին եւ այլն, այսինքն ի վերջո նպաստելու տարածքային համաչափ զարգացմանը։ Երիտասարդական մայրաքաղաքի տարվա ընթացքում Ստեփանավանում սպասվում են տարաբնույթ ծրագրեր, երիտասարդական էքսպո, տարբեր աշխատարաններ, ժամանցային, ինտելեկտուալ, մարզամշակութային միջոցառումներ, համապետական մակարդակով կնշվի նաեւ երիտասարդության միջազգային օրը, օգոստոսի 12-ը։ Բազմապիսի միջոցառումներ ենք պլանավորում երիտասարդական մայրաքաղաք բյուջետային ծրագրի շրջանակներում, այսինքն պետբյուջեից միջոցներ կծախսվեն այդ ուղղությամբ եւ կլինի հանդիսավոր բացման, փակման արարողություններ, տարբեր աջակցություններ երիտասարդական կազմակերպություններին, ինքնանախաձեռնող խմբերին 26 թվականի 4-րդ եռամսյակում կընտրենք այն կազմակերպությանը մրցութային հիմունքներով, ով ծրագիր կներկայացնի, թե ինչեր է մասնավորապես պատրաստվում անել, բայց ծրագիրը ինչպես է մշակվում, թիմի հետ համագործակցության միջոցով է մշակվում։ Պետք է հաշվի առնեն տարածքի առանձնահատկությունները։ Այսպիսով 2027 թվականին 18700 բնակչությամբ Ստեփանավան համայնքը կդառնա Հայաստանում իրականացվող երիտասարդական միջոցառումների կենտրոն։ Մարիամ Սահակյանն ու նրա պես շատ երիտասարդներ, սակայն դեռ չունեն հարցի պատասխանը։ Համայնքը 1 տարի կլինի ուշադրության կենտրոնում եւ վերջ, թե կստեղծվեն երկարաժամկետ հնարավորություններ երիտասարդների կյանքն ավելի հետաքրքիր դարձնելու ու ապագան Ստեփանավանում կառուցելու համար։ Տեսնենք։ Նազելի Ավագյան, Ռոբերտ Մուրադյան, Երևանյան Newsroom։ Դուք դիտում եք Երևանյան Newsroom-ը։ Ձեզ ներկայացրինք Երևանի պետական համալսարանի ժուրնալիստիկայի ֆակուլտետի մագիստրոսների պատրաստած ռեպորտաժները։ Շնորհակալություն ուշադրության համար, հաջողություն։